Բարևձեզ հարգելի ագընտիրներ, հայրենիք լրատվական գծոնեն գահաղորդենք լուրերը։ Միացյալ Նահանգներու արևելյան շրջանի հոյիտը 126-րդ շրջանային ժողովը կայացավ 13-ին 15 մարտին, մասնակցությամբ պատգամավորներու եւ ներկայությամբ հոյիտա բյուրոյի ներկայացուցչին, ինչպես նաեւ հյուրերու Միացյալ Նահանգներու արևելյան շրջանեն։ Ազգային եւ համայնքային հարցեր ենթարկվեցան համաբարփակ քննարկումներու, որոնց լույսին տակ շրջանային ժողովը որոշեց իր ռազմավարական ուղղությունները հարաճիգա 2 տարիներուն համար։ Շրջանային ժողովը հրապարակեց հետևյալ հայտարարությունը. Միացյալ Նահանգներու արևելյան շրջանի հոյիտը 126-րդ շրջանային ժողովը կվերահաստատե իր անվերաբահ հանձնառությունը Հայաստանի ապահովության եւ գերիշխանության պահպանման, ինչպես նաեւ Արցախի ազատագրման, հիմնվելով մեր ազգային արժեքներուն եւ Միացյալ Նահանգներու արևելյան շրջանի հայության հայացքներուն վրա, ամրորեն կպաշտպանենք Հայաստան հայրենիքի երկարատև կյանքն ու գոյատևումը։ Ճակատագրական այս օրերուն գդրականապես կմերժվի հայրենի հողի, ապահովության եւ գերիշխանության Նիկոլ Փաշինյանի անձնատվության քաղաքականությունը։ Անոր նորակույն հավանությունը Ադրբեջանի անձնատվական պայմաններուն, ինչպես նաև Արցախի ժողովրդին վերադարձի իրավունքեն հրաժարումը, պատերազմական հայ գերիներու հայրենադարձության անդեսումը եւ հայկական տարածքներու գրավման բնականոնացումը մեր ազգային շահերուն նկատմամբ անընդունելի թավաջանություններ են։ Նպատակատրային վերանորոգ հանձնառություն ունենք մեր հadoop ուշադրության արարական դարձնելու հայկական ցակումով ամերիկացի երիտասարդությունը, քաչալերելով մեր սպիրկյան ինքնությունը եւ վերացեվավորելով համայնքային մեր հաստատությունները, նոր հանգրվանին մարտահրավերները թիմակրավելու նպատակով։ Արդյունավորելու համար մեր թերագադարությունը պիտի ընդլայնենք եւ արտիականացնենք մեր մամուլը, հասանելի դառնալու համար բազում հարթակներու ապահովելով թյուրահաս, ուժական, փոխաստեցիկ եւ բարձրորակ լրատվություն եւ արարգայական վերլուծում, ինչպես նաեւ խմբագրական հայացք աջող համաշխարհային ագընտիրներու եւ ընթերցողներու համար։ Իբրև մեկ բաժին այս վերանորոգ տեսլականին առավել պիտի ամրապնդենք Ամերիկայի հայտարարի հանձնախումբին գործունեությունը դեղական, նահանգային եւ ազգային մակարդակներու վրա, հաստատելու անոր թերագադարությունը իբրև հայկական եւ տաշնակից ամերիկյան միացյալ ցայն, արտարության, ապահովության եւ մեր հայրենիքին ավելի ուժեղ ապակային համար։ Շրջանային ժողովը իր աշխատանքներուն ավարտին ընդրեց Միացյալ Նահանգներու արևելյան շրջանի հոյիտա գետնական կոմիտեին նոր գազմը։ Անի Չաղլասյան, Նյու Ջերսի, Սոսի Բուրուջյան, Ռիչմոնդ, Վիրջինիա, Հովիկ Չարշաֆյան, Ուստեր, Մասաչուսեթս, Զովինար Համակորցյան, Դիթրոյթ, Միշիգան, Ստիվ Մեսոբյան, Պրովիդենս, Ռոդ Այլենդ, Արա Նազարյան, Բոստոն, Մասաչուսեթս եւ Գարո Թաշյան, Պրովիդենս, Ռոդ Այլենդ։ Քվեներու կերակշիռ մեծամասնությամբ 523 գոմ, 3 թեմ եւ 84 ցերմբա հարաբերակցությամբ Եվրոպական խորհրդարանը հրադապ գարկով փանացև ընդունեց Բաքուի մեջ արկելապակված պատերազմական հայ գերիներու արծով եւ Ադրբեջանի գոչրավ անհաբաղ եւ առանց նախապայմաններու գերիները ազատ արձակելու։ Եվրոպական խորհրդարանի բոլոր մեծ խմբակցություններուն համատեղ փաստաթուղթի մեջ կընդգծվի, որ հայրութեմ դատավարությունները գեղձ են, թե արկելապակյալները կենտարկվին անմարտկային եւ նվաստացուցիչ վերապերումի, արգելված հոգեմետ միջոցներով։ Փանացևը գոչ կգադարե բաժամիջոցներ սահմանելու ադրբեջանցի պետական այն պատասխանատուներուն նկատմամբ, որոնք ներգրավված են մարդու իրավունքներու խախտումներու մեջ։ Փանացևը գոհորտորե Եվրոպական միության մարդու իրավունքներու հadoop ներկայացուցիչին հանդիպում կայացնելու արկելապակյալներուն հետ, ինչպես նաեւ կպահանջե, որ Բաքուի մեջ Եվրոպական միության տեսփանները ներկա լան դատավարություններուն եւ հսկեն անոնց ընթացքին վրա։ Փանացևը գոչ կգադարե Եվրոպական խորհրդին
գիրարելու նպատակային պատժամիջոցներ թադավորներ Զեյնալ Աղայևի, Ջամալ Ռամազանովի եւ Անար Ռզավեի թեմ։ Անիկան նաեւ խստորեն գտադաբարդե մագի մարմիններուն եւ միջազգային Գարմիր խաչին Բաքուի գրասենյակները փակելու Ադրբեջանի իշխանություններուն որոշումը, ինչ որ լրջորեն գխոչընդոտե միջազգային մարդասիրական չանքերը եւ վերահսկողական մեխանիզմները։ Եվրոպական խորհրդարանը հերթական անգամ գոչ կնե գասեցնելու ուժանուտի մարզի մեջ ռազմավարական գործընկերության վերաբերյալ Եվրոպական միություն Ադրբեջան հուշագիրը, որ ընդունված է 3 տարի առաջ։ Եվրոպացի խորհրդարանականները կբնթեն, որ Եվրոպական միության եւ Ադրբեջանի միջև ովևէ համաձայնագիր ներառե քաղաքական բանդարգյալները ազատ արձակելու, Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններու արվեստական ցկցկումներեն Բաքուի հրաժարելու եւ Արցախայության իրավունքներու պահպանման երաշխիքներու բարդավորություններ։ Փանացևը միջազգային քրեական դատարանին եւ անոր ընդհանուր դատախազին գոչ կգադարե հետաքննելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի դեղահանման, հետապնդման եւ ցեղային զդումներու թեփքերը։ Եվրոպական խորհրդարանը գողջուն է մագի մարդու իրավունքներու կերակույն հանձնագետարին հայտարարությունը, որ կբանջե պատերազմական հայ քերիներու եւ այլ անձերու անհաբաղ ազատ արձակումը։ Խորհրդարանը իր նախագահին կհանձնարարե այս բանացևը փոխանցել Եվրոպական խորհրդին, Եվրոպական հանձնաժողովին, Եվրոպական միության արտաքին գործերու եւ ապահովության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցին, անդամ պետություններուն կառավարություններուն եւ խորհրդարաններուն, ինչպես նաեւ Եվրոպայի ապահովության եւ համագործակցության գազագերբության եւ ՄԱԳ-ին։ Ադրբեջանի իշխանությունները անդեսելով Երևանը միագողմանիորեն հայտարարեցին, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրին բնակիրին վրա կատարվող աշխատանքները իրենց ավարտին հասած են եւ Երևանի իշխանությունները ընդունած են երկու կետերը, որոնց շուրջ անհամաձայնություն գոյություն ուներ։ Արտաքին գործոս նախարար Ջեյհուն Բայրամովը ասավ, որ հաջորդ հանգրվանին Հայաստանի սահմանադրութենեն պետք է չնջվին Ադրբեջանի նկատմամբ հողային պահանջները եւ լուծվի Մինսկի խումբը։ Պայմանագրի նախագիծին չհամաձայնեցված երկու կետերը կվերապերին միջազգային հայցերեն փոխադարձաբար հրաժարելու եւ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկիրներու ուժեր չդեղարկելու խնդիրներուն։ Բայրամովի հայտարարութենեն քանի ժամ յետք Հայաստանի արտաքին գործոս նախարարությունը հաստատեց, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերություններու հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ բանակցությունները իրենց ավարտին հասած են, նշելով, որ Բաքու նախընտրեց առանցին հայտարարությամբ հանդեսգալ։ Ապա հրապարակվեցավ Ադրբեջանի արտաքին գործոս նախարարության հայտարարությունը, որում մեջ ադրբեջանցիները հստակորեն շեշտեցին, որ խաղաղության համաձայնագրի նստորագրման նախապայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է։ Հոյիթը Հայաստանի քերակույն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան, անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գնկվելիք խաղաղության համաձայնագրին, ընդգծեց, որ անիկա չի հստակացներ Հայաստան-Ադրբեջան սահմանակիցը, չապահովեր ադրբեջանական ուժերուն Հայաստանի ինքնիշխան տարածքներեն հերացումը, չանդրադառնար 9 նոյեմբերի երագոմ համաձայնությամբ ամրագրված Արցախահայերու վերադարձի իրավունքին եւ չի լուծեր Բաքուի մեջ արգելափակված պատերազմական հայ քերիներու հարցը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև վստահություն չունի Երևանի իշխանություններու նկատմամբ եւ գարիք ունի փաստաթուղթերու։ Անաս հայտարարությունը կատարեց Բաքուի մեջ կայացող խորհրդաժողովի ընթացքին։ Ալիև պահանջեց, որ Հայաստանի սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ հողային պահանջներ չբարունագե եւ լուծվի Մինսկի խումբը։ Երկու պահանջներ, որոնք նախապայմաններու համազոր են, որպես ստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Այլ խոսքով, Հայաստան պետք է փոխի իր սահմանադրությունը
եւ բանջե Մինսկի խումբին լուծարումը։ Արցախի ազգային ժողովը թիմում պիտի գդարե Զվիցերիո կառավարության Արցախեն բռնի դեղահանված ժողովրդին վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ կազմակերպելու հարցով։ Դեղին է նշել, որ Զվիցերիո խորհրդարանի վերին բալադը կպատրաստվի քննարկումներու Արցախի հարցով։ Օրագարկի վրա պիտի լա Արցախյան դակնաբի խաղաղ լուծման եւ բռնի դեղահանված ժողովրդին վերադարձին ապահովման քայլերը։ Արցախյան խորհրդարանի ներկայացուցիչները կգնկալ են, որ քննարկումներու իբրև արդյունք փանացև ընդունվի եւ ապա Զվիցերիո կառավարությունը հadoop քայլերու դիմե։ 100-ը ավելի հայ հոգևորականներ, որոնց շարքին է Միացյալ Նահանգներու արևելյան թեմի առաջնորդ Անուշավան arczepiskopos Դանիելյան, Միացյալ նամակով մտիմեցին աշխարհի քրիստոնյաներուն, Ադրբեջանի մեջ գալանքի տակ գտնվող պատերազմական հայքերիներուն եւ բադանտներուն անհաբաղ ազատ արձակման գոչովմա։ Նամակի մեջ կնշվի, որ գոչ գարդահայտ է խոր հավատարմությունը քրիստոնեական արժեքներուն եւ մարդկային արժանապատվության, գնդկծի խաղաղության եւ հաշտության հրադապ անհրաժեշտությունը։ Հայ հոգևորականներուն գոչը նաեւ կկարևորե բռնությունն ու անմարդկային վերապերումը դադրեցնելու անհրաժեշտությունը անկախ ազգային պատկանելիութենեն բոլոր մարդոց բնածին արժանապատվության հանդեպ հարկանքի դրսևորումը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև մնայուն խաղաղության ուղին գրնահարթվիլ միայն մարդասիրական խնդիրներու լուծմամբ, պատերազմական հայքերիներու եւ բադանտներու հայրենադարձման միջոցով կշեշտվի նամակին մեջ։ Նույն խնդրին մասին Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփի նամակ մղեց Միացյալ Նահանգներու քրիստոնյա առաջնորդներու դաշինքը, գոչնելով վճռական քայլերու ձեռնարկելու Ադրբեջանի մեջ կերևարված պատերազմական հայքերիներու ազատարձակումը ապահովելու համար։ Նշենք, որ նույն բնույթի նամակը հղվեցավ նաև Անգլիո կառավարության, երկրին հոգևոր առաջնորդներուն եւ ազդեցիկ հոգևորականներուն կողմէ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան թրքական լուրադու աղբյուրներուն տխտագիցներուն հետ Երևանի մեջ գայացած հարցազրույցին ընթացքին հայտարարեց, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Երևանի իշխանություններուն արտաքին քաղաքականության առաջնահերթություններու մեջ չի մտներ։ Հայաստանի վարչապետը նաև նշեց, որ մեծ եղերնը Հայաստանի հասարակության մեջ ընդունված ճշմարտություն է եւ հայկական իրականության մեջ զայն կարելի չէ ժխտել։ Այլ խոսքով, հայությունը գտնունի հայոց ցեղասպանության փաստը, սակայն Երևանի իշխանությունները զայն իրենց արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթություն չեն համարել։ Իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերություններու ղեկավարման հարցով Հայաստանի հadoop բանակնած Ռուբեն Ռուբինյան ամբողջությամբ անկիդանալով, որ Թուրքիա նախապայմաններ ունի հարաբերություններու ղեկավարման համար եւ անոնց մե բնավ պիտի չհրաժարի, թուրքական NTV պատկերասպիրի Գայանին աշխատակիցին հետ Երևանի մեջ ունեցած իր հարցազրույցին ընթացքին հաստատեց, որ Հայաստան պատրաստ է Թուրքիո հետ հարաբերություններու ղեկավարման առանց նախապայմանի։ Ադրբեջանի հակահայ քաղաքականության, Արցախի հայատապման եւ արցախցիներուն դեմ ցեղասպանական ոճիրներուն ամբողջական զորակցության Թուրքիո դիրքորոշումներուն դիմաց Հայաստանի բանակնացը նշեց, որ Հայաստան պատրաստ է Թուրքիո հետ սահմանի բացման, Հայաստան 3 այսօր եւ վաղը պատրաստ է ամբողջական ղեկավարման։ Նշենք, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի հանրային գաբերու եւ դեղեկատվության կենտրոնը թուրք լրագրողները հրավիրեց Երևան, որբեսի անոնք հարցազրույցներ ունենան վարչապետին, պետական պաշտոնատարներու եւ փորձագետներու հետ։ Թուրքիո նախագահի արտաքին քաղաքականության եւ ապահովության հարցերով գլխավոր խորհրդական Ակիվ Չաղատայ Գլջի համաձայն ներկայիս Թուրքիո եւ Հայաստանի միջև դիվանագիտական ներկայացություններուն փոխադարձ բացման համար նախատրյալներ չկան, շեշտելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը բազմաթիվ հարցերու բանալին է։
Թուրք պաշտոնատարը հաստատեց, որ Ադրբեջանի ապահովությունը եւ հողային ամբողջականությունը Թուրքիո համար ամենեն կարևոր գործոններն են։ Անասավ, որ ուշադիր կհետևին Ղարաբաղյան երկրորդ պատերազմեն յետք Ադրբեջանի եւ Հայաստանի միջև տեղի ունեցող գործընթացին եւ խաղաղության համաձայնագրի խնդրին եւ անոնց համապատասխան քայլերու գտիմեն։ Այլ խոսքով, քլջ անգամ մի եւս բացահայտեց, որ նշյալ հարցերը Թուրքիո նախապայմաններն են Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։ Լավադեղյակ աղբյուրներ կհաղորդեն, որ Միացյալ Նահանգներու կոնգրեսի երկկուսակցական խումբը մտադիր է ներկայացնելու ադրբեջանական օտանավերու շարժիչներու արդացման սահմանապակման օրենք կոչված օրենքի նախագիծը, որ գարկիլ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օտանավուն համար շարժիչի արդացումը։ Այս նախագիծով կոնգրեսականները կչանան ապահովել ադրբեջանցի այլախոհ լրագրող Ղուբատ Իբադօղլուի ազատ արձակումը։ Նախագիծը կպահանջի, որ Միացյալ Նահանգներու արտաքին գործոս նախարար Մարկո Ռուբիո Իբադօղլուի գալանքի կարգավիճակի, անոր ազատ արձակման ամերիկյան դիվանագիտական ջիկերու եւ դարբեր գազམ་ակերպություններու կողմէ արդաձումը սահմանապակելու Ադրբեջանի փորձերու մասին մանրամասն դեղեցություններ ներկայացնե կոնգրեսի համապատասխան հանձնախումբերուն։ Նաեւ բաժամիջոցներ հաստատե, եթե բարձվի, որ օդար ընկերություններ կամ կառավարությունը նպաստած է, որ ադրբեջանական օտանավերուն շարժիչներ ապահովելու ադրբեջանական ջիկերը արդյունավորված են։ Ինչ կվերապերի քաղաքային լուրերուն, ապա Հայ օգնության միության Միացյալ Նահանգներու արևելյան շրջանը դարբեր ցերնակներով նշեց իր հիմնադրության 115-ամյակը 8 մարտին, որ կզուգադիպեր գիներու միջազգային օրվան։ Այս արիտով Նյու Յորքի մեջ կազմակերպվեցավ սեմինարը, որուն իրենց մասնակցությունը բերին ավելի քան 120 հոմոհիներ եւ գիներու հարցերով հետաքրքրված անձեր։ Իսկ Հոմի Միացյալ Նահանգներու արևելյան շրջանի հիմնադրության 115-ամյակի ճաշկերույթը դեղի ունեցավ Նյու Ջերսիի մեջ, ներկայությամբ Միացյալ Նահանգներու արևելյան թեմի առաջնորդ Անուշավան arczepiskopos Դանիելյանի, Միացյալ Նահանգներու հոյիտա գետնական կոմիտեի անդամ Ջորջիո Շագանի, Հոմի գետնական վարչության ադենաբեդ Արուսյակ Մելքոնյանի եւ անդամներու, հոգեվոր հայրերու, քույր գազམ་ակերպություններու ներկայացուցիչներու, հյուրերու եւ ավելի քան 200 հոմոհիներու։ Խուրներան բազմության ներկայության Դիթրոյթի մեջ նշվեցավ հոյիտայի 135-ամյակը։ Հոյիտի ազատամարտ կոմիտեի անդամ Շանթ Ժամգոչյան դոնագադարության մեկնարկը ազդարարեց, բարիկալուստ մաղթեց հանդիսականներուն եւ փեմ հրավիրեց օրվան հանդիսավար բյուրոյի երդասարտական գրասենյակի դասյարակչական հանձնախումբի ադենաբեդ Վրեժ Դաուլեն, որ իր բացման խոսքով անդրադարձավ հոյիտայի գարույցի առանձնահատկություններուն, ինչպես նաեւ առհասարակ Սփյուռքի, բայց հատկապես Դիթրոյթի մեջ ունեցած անկնահատելի դերակատարության։ Անհիշադակետ Դիթրոյթահայ խոնար ու ծառայասեր ընկերներու հույլմը, որուն չանկերով համայնք օժտվեցավ եկեղեցիով եւ հայ գետրոնով։ Հոմենետմենի Դիթրոյթի փողերախումբն ու սկաուտները գդարեցին դրոշակի ներկայացումն ու Միացյալ Նահանգներու, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի օրհներկներու երկեցողությունը։ Ազատամարտ կոմիտեի ներկայացուցիչ Սեբու Համակորձյան իր ուղերձով անդրադարձավ աշխարհակահաղական իրադարձություններուն բարձած մարտահրավերներուն, Հայաստանի աբազգային քաղաքական վերնախավի չեզոքացման անհրաժեշտության, Արցախցին արժանապատիվ կյանք, ինչպես նաև վերադարձի իրավունք ապահովելու հրամայականին, օրվան պատգամապերն էր Միացյալ Նահանգներու արևելյան շրջանի գետնական կոմիտեի անդամ Ջորջիո Շագան, որ վկայակոչելով դաշնակցության մանիֆեստը հանգամանորեն լուսարձակի դագարավ դվյալ ժամանակաշրջանի ընկերային տնտեսական քաղաքական նախատրյալները, համեմատության եզեր գտնելով ներկա օրհասական եւ անգյունատարծային իրավիճակին հետ, համախմբվելու գոչ ուղեց բոլորին, մեջբերելով 135 տարվան վաղեմություն ունեցող մանիֆեստի պատգամը։
ապա գդարվեցավ ավանդություն դարձած բարգեւադրումներու արարողությունը։ Այնուհետև ելույթ ունեցավ համազգայինի Արաքս սպարախումբը, Շադախի եւ Երխուշտա ռազմաբարերով, ողջևորելով հանդիսականները։ Երեգոյի գեղարվեստական հայդակրին իր մասնակցությունը բերավ Դիտրոյթահայ երգիչ Հրանտ Գյուլյան, որ ժողովրդական երկացանկողմը խանդավառեց ներկաները։ Ջաշի սպասարկում են ետք, Փեմ բարձրացավ Լոս Անջելեսեն ժամանած Կարնիկ Սարգսյան ընկերակցությամբ իր նվագախումբին։ Հեղափոխական երկերու մեկնաբանությամբ սրահը ժամեր շարունակ ապրեցավ եւ հեղափոխաշունչ անցյալով եւ հնորիա նորորիա հերոսներու ոգեշնչող գերբարներով եւ լուսավոր աբակայի դեսլականով։ Հարկելի ագնտիրներ այսօրվան համար այսքան, շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Հարաճիկա շաբաթ դարձյալ կտեսնվենք։ Ցտեսություն։